Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Առողջապահության վարչությանը հանձնարարական համար 76 ներկայացնել տեղեկատվություն առողջապահական ծառայությունների կատարած աշխատանքների վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, փետրվար ամսին շտաբ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 135 վթարվրայի արդ, դուժել է 99 քաղաքացի, մահ չունենք։ Կանչերի ընդհանուր թիվը կազմել է 20,524, որը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 4940-ով։ Փետրվար ամսին ընթացքում պատասխան է տրվել 40,708 զանգի, ունացել ենք ընդամենը միայն մեկ դիմում բողոք, կապված այն հանգամանքի հետ, որ բուժառուի հարազատները ուզեցել են հոսպիտալիզացիա, սակայն իրավիճակը ցուցված չի եղել ստացիոնար բուժման համար եւ խորհուրդ է տրվել դիմել առաջնային կենտրոն։ Երևան քաղաքում ծնվել է 1342 երեխա, 667 տղա, 675 աղջիկ, արձանագրվել է 579 մահ։ Առաջնային առողջության պահպանման կենտրոններում հաճախումների թիվը փետրվար ամսին կազմել է 216892, որը նախորդ ամսվա համեմատ 6866-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 49246-ով ավել է։ Սա պայմանավորված է 26 թվականի հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության ներդրման հետ, որի արդյունքում առաջնային կենտրոններում եւ ինչպես նաեւ բժշկական կենտրոններում բուժաշխատողները գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում եւ հերթագրման եւ կանչերի գրանցումներով, ինչի պատճառով նաեւ շատ ժամանակ զբաղված են լինում գերծանրաբեռնված հեռախոսահամարները։ Դրա համար մենք առաջնային առողջության պահպանման կենտրոններում դրել ենք նաեւ հետդարձ զանգի սկզբունքը եւ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված չպատասխանված զանգերը նույնպես այնուհետև կատարում են հետադարձ զանգ։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, մեր շտապ օգնության աշխատավարձերի բարձրացումը ինչ եղավ։ Մեր առողջապահության նախարարության գորեգաների հայտարարության մարտի 1-ից բարձրացված է, դեռևս փաստացի չենք տեսել, աշխատանքներ է տարվում, որովհետև կոլեկտիվներն են սպասում, կարծում եմ մինչև մարտի վերջ ֆինանսական ցուցանիշները ամփոփելուց կստանանք։